Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է մեծ հետաքրքրություն առաջացրած հայ-ամերիկյան շրջանակային հայտարարությանը, որ վերաբերում էր Թրամփի ուղուն, եւ հայտարարել, որ դա հայ-ամերիկյան ներդրումային ծրագիր է, խոսքը Թրամփի ուղու մասին է, եւ իր կարծիքով այդ ծրագրի բաժնետեր պետք է լինեն միայն Հայաստանը եւ Միացյալ Նահանգները։ Նիկոլ Փաշինյանն իհարկե շեշտել է, որ նախատեսված է նաև այլ բաժնետերերի ներգրավում եւ դա պետք է տեղի ունենա Հայաստանի ու Միացյալ Նահանգների փոխհամաձայնությամբ, այդուհանդերձ նշել, որ իր դիրքորոշումն այն է, որ բաժնետեր պետք է լինեն Հայաստանը եւ ԱՄՆ եւ այլ բաժնետեր չպետք է լինի։ Սա շատ էական հանգամանք է, շատ նուրբ հայտարարություն, որը ցույց է տալիս կամ արտացոլում, թե ինչ տրամաբանություն է աշխատում Թրամփի ուղի այս նախագծի եւ գործընթացի համատեքստում եւ որքանով է այդ իրական տրամաբանությունը համապատասխանում այն խոսույթին, որ մատուցվում է ինֆորմացիոն քարոզչական դաշտում։ Երևանը հայ-ամերիկյան համատեղ նախագծի վերաբերյալ այդպես էլ հոդաբաշխ պատասխան չի տվել հարցադրմանը, թե երկկողմ այդ համաձայնությունը ինչ գործ ուներ հայ-ադրբեջանական երկկողմ հռչակագրում, որի երրորդ կողմն էլ որպես վկա Միացյալ Նահանգների նախագահն էր։ Եթե հայ-ամերիկյան համաձայնություն էր եւ հայ-ամերիկյան ներդրումային ծրագիր, ապա այդ ծրագիրն ինչու պետք է լիներ մի փաստաթղթում, որի ներքո կար նաեւ Ադրբեջանի նախագահի ստորագրությունը։ Երբ 2024 թվականին Հայաստանում արևմտյան աջակցությամբ աշխատող մի շարք փորձագիտական շրջանակներ հրապարակ բերեցին ճանապարհների ապաշրջափակման հարցում արտապատվիրակման գաղափարը, կառավարման մեխանիզմների արտապատվիրակում, որը թույլ կտար գտնել ինչ-որ քաղաքական լուծումներ կողմերի միջև։ Այդ գաղափարին արձագանքեց նաև Ադրբեջանի նախագահը, որովհետև գաղափարը շոշափվում էր այն տրամաբանությամբ, որ արտապատվիրակման ռեժիմ կգործի թե Հայաստանով անցնող ճանապարհների, թե Ադրբեջանով անցնող ճանապարհների հարցում։ Եվ ահա Ալիևը արձագանքեց, թե Հայաստանը ինքը թող որոշի արտապատվիրակում է իր ճանապարհներով կառավարման որևէ լիազորություն, թե ոչ, իրենք ունեն խնդիր անխոչնդոտ կապվել Նախիջևանի հետ։ Իսկ ահա Ադրբեջանի ճանապարհների վերաբերյալ որևէ արտապատվիրակման մասին խոսք լինել չի կարող։ Եվ մենք տեսնում ենք հետագայում, որ Հայաստանի ճանապարհների վերաբերյալ եղան արտապատվիրակման համաձայնությունները, իսկ Ադրբեջանի ճանապարհների մասով այդպիսի որևէ հատուկ ռեժիմի վերաբերյալ խոսք անգամ չկա։ Եվ ըստ այդմ չկա նաև շատ պարզ մի հարցի պատասխան. ինչու Հայաստանի ճանապարհների հարցում առաջացավ այդ հատուկ ռեժիմի սահմանման կարիքը։ Եթե Հայաստանը պարտադրված էր գնալ դրան ինչ-ինչ ավելի վատ սցենարներից խուսափելու համար, ինչը տեսականում բոլորովին բացառված չէ գուցե նաև գործնականում։ Այդ դեպքում շատ պարզ է դառնում մի բան, որ այստեղ ինքնիշխանության մասին բավական պաթետիկ եւ իմաստուն հնչող ճառերը իրականում քիչ կապ ունեն գործնական պատկերի հետ, որովհետև եթե պարտադրված գնացել ենք ինչ-որ հատուկ ռեժիմի մեր երկրով անցնող ճանապարհների կառավարման հարցում, սա նշանակում է արդեն, որ ինքնիշխանության հանգամանքը այստեղ դառնում է առավելապես խորհրդանշական, որովհետև եթե դրան պարտադրված ենք գնացել, մեզ կարող են պարտադրել նաև այլ ռեժիմների։ Եվ այս տեսանկյունից հարցերը մնում են անպատասխան, ինչպես օրինակ նախորդ տարեվերջին Ադրբեջանից հնչած հայտարարության վերաբերյալ, որի հեղինակն Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովն էր։ Նա իր տարեվերջյան ասուլիսում հայտարարեց, թե խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար Հայաստանը պետք է կատարի երկու պայման՝ ստորագրության համար փոխի սահմանադրությունը եւ կատարի պարտավորությունները Թրամփի ուղու հարցում։ Երևանից որևէ արձագանք չեղավ, թե այդ ինչ պարտավորությունների մասին է խոսքը, առավել ևս, եթե խոսքը հայ-ամերիկյան համատեղ երկկողմ ներդրումային ծրագրի մասին է, ինչ գործ ունի այդտեղ Ադրբեջանը, ինչ պարտավորություններ կարող է ակնկալել այդտեղ Ադրբեջանը, եւ ընդհանրապես դա ինչ կապ կարող է ունենալ խաղաղության պայմանագրի հետ։ Երևանից արձագանք չեղավ նաեւ նախորդին շրջանակային համաձայնագրի վերաբերյալ Ադրբեջանի արտգործնախարարությունից հնչած նոր արձագանքին, դրա հեղինակը Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն էր, որը հայտարարել էր, թե շրջանակային այս հայ-ամերիկյան հայտարարությունը կարևոր է Հայաստանի պարտավորությունների կատարման տեսանկյունից։ Եվ դարձյալ Երևանից արձագանք չկա, թե դա ձեր ինչ գործն է ընդհանրապես հայ-ամերիկյան շրջանակային հայտարարությունը եւ ինչ պարտավորությունների մասին կարող է լինել խոսքը։ Միևնույն ժամանակ այստեղ կա նաև շատ հետաքրքիր մեկ այլ շերտ։ Եթե Ադրբեջանը խոսում է ինչ-որ պարտավորություններից, ապա այստեղ հարց է առաջանում. հայ-ամերիկյան
համատեղ ծրագրի առնչությամբ Հայաստանն է միայն պարտավորությունների կրող, թե նաև Միացյալ Նահանգները, այսինքն ինչ է ստացվում։ Միացյալ Նահանգները ևս ունի պարտավորություններ Ադրբեջանի նկատմամբ։ Մենք կարող ենք պատկերացնել այդպիսի իրավիճակ։ Այդ դեպքում Ադրբեջանն ինչու չի խոսում, որ Հայաստանը եւ Միացյալ Նահանգները ունեն պարտավորություն Թրամփի ուղու հետ կապված։ Առավել ևս, որ Միացյալ Նահանգները համաձայն շրջանակային այդ հայտարարության ունենալու է այնտեղ Հայաստանից անհամեմատ ավելի մեծ բաժնեմաս՝ 74%։ Հետևաբար, եթե կան պարտավորություններ, ապա այստեղ ավելի մեծ մասը հենց Միացյալ Նահանգների դաշտում է։ Բայց այս մասին էլ որևէ խոսակցություն չկա եւ լռություն է Հայաստանին վերագրվող պարտավորությունների առնչությամբ, ինչը առաջացնում է հարցեր հենց այն մասով, թե արդյոք այդ լռությունը չի նշանակում, որ Ադրբեջանից հնչող հայտարարությունները ունեն որոշակի հիմք, պարզապես դրանք թաքնված են տարբեր շերտերում եւ ընդհանուր առմամբ ներդրումային ծրագրի վերաբերյալ այդ քարոզչական փաթեթում։ Արձագանքներ թերևս չկան հենց այդ պատճառով, որ ներդրումային ծրագիր ասվածը դա Հայաստանի էլեկտորալ սպառման ենթակա հայտարարություն է, քարոզչական փաթեթ, իսկ գործնական մակարդակում Թրամփի ուղին խոշոր հաշվով մի քաղաքական ծրագիր է, մի քաղաքական կամ աշխարհաքաղաքական մրցակցության, գործակցության, պայքարի մի ասպարեզ, որը ձևավորվել է Հայաստանի Հանրապետության տարածքի հաշվին, Հայաստանի Հանրապետության լիազորությունների արտապատվիրակման հաշվին, բայց այդտեղ հետագա զարգացումների իմաստով Հայաստանի դերն ու նշանակությունը առավելապես լինելու է խորհրդանշական։ Եվ սրա մասին է նաև այն էական հանգամանքը, որ արձանագրում եմ Նիկոլ Փաշինյանի այսօր արած հայտարարության համատեքստում։ Ինչ է ասում նա։ Նա նշում է, որ իր դիրքորոշմամբ, այսինքն ենթադրաբար Հայաստանի քաղաքական դիրքորոշմամբ, չպետք է լինի այլ բաժնետեր այս ծրագրում, բացի Հայաստանից եւ Միացյալ Նահանգներից, բայց թե օգոստոսի 8-ի հռչակագրում եւ թե նաեւ հայ-ամերիկյան շրջանակային հայտարարության մեջ խոսվում է այլ բաժնետեր լինելու մասին, նաեւ նշվում թե ինչ մեխանիզմով կարող է լինել այդ այլ բաժնետերը։ Եթե Հայաստանը պատկերացնում է, որ դրա կարիքը չկա, այսինքն այլ բաժնետեր չպետք է լինի, դա նշանակում է, որ արձանագրումը այդ փաստաթղթերում եղել է Միացյալ Նահանգների պատկերացման համաձայն, այսինքն Միացյալ Նահանգներն ինքը պատկերացնում է, որ պետք է կամ կարող է լինել այդտեղ այլ բաժնետեր։ Ով, ինչպես, ինչ պայմաններով, սա թերևս կորոշի արդեն նա, ում պատկերացմամբ էլ այդ հանգամանքը, դրա հնարավորությունը արձանագրվել է օգոստոսի 8-ի հռչակագրում եւ նաեւ հայ-ամերիկյան շրջանակային հայտարարության մեջ։ Նիկոլ Փաշինյանի այսօր արած հայտարարությունը գործնականում այն մասին է, որ դա Հայաստանի պատկերացումը չէ, եւ դա Միացյալ Նահանգների պատկերացումն է, կամ Միացյալ Նահանգների ցանկությամբ արձանագրվել է որևէ այլ պատկերացում։ Հետևաբար, եթե դա արձանագրվել է այդ փաստաթղթերում, կարծում եմ որևէ բարդ խնդիր չի լինելու անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետությանը ներկայացնել որևէ նոր բաժնետեր ներգրավելու անհրաժեշտությունը եւ ստանալ ըստ այդմ համաձայնություն։ Առավել ևս, որ Հայաստանից համաձայնություն ստանալու հարցում Միացյալ Նահանգները թերևս խնդիրներ չունի եւ գիտե դա անելու ձևերը։ Եվ իհարկե ոչ միայն Հայաստանից համաձայնություն ստանալու հարցում, բայց այդ թվում նաև Հայաստանից, եւ դրա եւս մի վկայություն է նաև այն, որ Երևանից որևէ արձագանք չեղավ օրեր առաջ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանի այն հայտարարությանը, թե Վաշինգտոնը կարևորում է այս ռեգիոնում Ադրբեջանին եւ դրա համար ընդհանուր համաձայնությունների հարցում ճնշում բանեցնում Հայաստանի վրա։ Երևանից որևէ արձագանք չեղավ, թե ինչ ճնշման մասին է խոսքը եւ ինչու են հնչում այդպիսի հայտարարություններ։ Նաև այդ հայտարարությունը որևէ արձագանք չգտավ Վաշինգտոնում։ Ավելին, Հայաստանից նաև այսօր որևէ արձագանք գոնե առայժմ չի եղել ոչ միայն Ադրբեջանի մեկնաբանություններին, այլ նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարարի մի հայտարարության, որը ես մեջբերում եմ։ Մենք ուշադիր վերլուծեցինք այս փաստաթուղթը, խոսքը հայ-ամերիկյան շրջանակային հայտարարության մասին է։ Մենք մոտ 2 ժամ քննարկեցինք այս փաստաթուղթը իմ ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ եւ իմացանք, թե ինչպես է այն դիտարկում Ադրբեջանը, որովհետեւ նրանց տեսակետը կարեւոր է։ Մենք նաեւ տեղեկացրինք մեր նախագահին այս մասին։
Սա բավական բազմիմաստ հայտարարություն է, որ անում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը։ Տեղեկացրին Էրդողանին այդ մասին, որ Էրդողանն ինչ անի։ Գիտություն ընդունի, իրազեկ լինի այդ առնչությամբ, թե անի ինչ-որ քայլեր, օրինակ Հայաստանի նկատմամբ սիմվոլիկ գործողությունների տրամաբանությամբ, ինչն օրինակ նա ազդարարել էր դեռևս նախորդ տարեվերջին, որ կարող են լինել այդպիսի քայլեր հայ-թուրքական հարաբերության ուղղությամբ, թե հակառակը։ Ադրբեջանի դիրքորոշումներն այնպիսին են, որ ակնկալում են Էրդողանը բարձրացնի հայ-թուրքական հարաբերության ուղղությամբ սիմվոլիկ քայլերի գինը։ Բոլոր դեպքերում ակնառու է, որ ներդրումային առատության մասին հայտարարությունների ֆոնին գործնականում Հայաստանի Հանրապետության տարածքի վրա ձևավորվում է, ծավալվում է աշխարհաքաղաքական կավատության պրոցես։ Ինչպիսին է այդ պրոցեսը, ինչ հեռանկարներով, ինչ մասնակցությամբ և սցենարներով, կերևա առաջիկայում, բայց արդեն իսկ բավական նկատելի է, որ այստեղ Հայաստանը գին վճարողի դերում է, սակայն պարզ չէ, թե ում հաճույքների համար։